Բարձր, չափազանց բարձր գիտակցություն։ Խնդրում եմ հերթականությունը պահենք, հա։ Գիտեք, հիմա ձեր հարցին պատասխանելիս մտածում էի իսկ ինչ եք կարծում, ով պետք է հայտնվեր իշխանության թիրախում։ Նա, ով իշխանություններին գովերգում է, ասենք տարօրինակ չէր լինի, որ ասենք իշխանության թիրախում հայտնվեին մեր մտավորական, հոգևոր, հասարակական շրջանակի այնպիսի մարդիկ, ովքեր կուրս պատռելով իշխանության քաղաքականությունն են գովերգում։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանը շատ հստակ է։ Ես ծիծեռնակահերթի ելույթի հետ չեմ կապում, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ առանձնահատուկ շեշտադրումներ եմ արել, ես արել եմ այն, ինչին հավատում եմ, արել եմ դա դրանից առաջ, դրանից հետո և անելու եմ նաև սրանից հետո։ Իսկ ես դա շատ օրինաչափ եմ համարում, իշխանությունները պետք է թիրախավորեն բոլոր այն անձանց, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական գիծը և ովքեր քննադատում են իրենց։ Հիմա յուրաքանչյուրին թիրախավորելու առանձին ձև են գտել, ինձ էլ այս է վիճակվել։ Դա էլ մեր խաչն է դարձել, մենք մեր խաչը պիտի տանենք։ Ես ոնց եմ տեսել։ Ես հիշում եմ, որ նախագծությունից հետո առաջին ինստիտուտը, որը մենք աշխատում եղավ, վերաբերում էր հասել է նրան, որ վերաբար հետապետը դուրս է եկել տարածքից և երեկո նրան վերաբացվածի տարածքը։ Հետո իհարկե կողմայնասների սպահում են այդ հարցերը։ Հետո հիշում ենք այդ դրանները, թե ինչպես անհավատական հայտնվեց մայրացնողում, հանդիպում եղավ բայց հետո այդ ապրանքները նորից սկսեցին ավելի բոլորը։ Ինչ տեղի ունեցավ, որ և ինչ զրույց, ինչ բանակցություններ են տեղի ունեցել, որ նախարարել էր այդ աշխարհի եկեղեցիները։ Համենայն այսպիսի բանականներ կան, որ փորձ է արվել այդ ժամանակ եկեղեցուց նաև ինչ-որ բաներ տեսնել և ասում են, որ անհավատական իրականի գումար Եվ ինչու դիլավորվում որ նա, այսպես ասած եկեղեցու ասում, որովհետև փաստացի Հովհաննես Պողոսը չունի այս պատին ձեռագրված և քահանա, օծված քահանա, և հետը քաղաքացիները ապրում են այսպես ֆեյք բարոյական են մասան կամ հավասարակ շերիոտում հովարանում։ Մենք հասկանում ենք, որ Արդյոք հնարավորություն բանացերով կապել մնացած տեխնիկական և այսպիսով հնարավորություն ստեղծել իրավական դաշտի համար։ Եվ դուք ասացիք, որ ապրեն անհատական ծառայության աշխատողներ են կապել։ Եթե ես չեմ պատմել, մեկ հանրապետություն և այդ մասին տարածել են 2022 մայիսին։ Խոսքը սրտազան շարժմանտորներին ձեր աղազերի լինելու մասին է և այս մասին են հայտարարել, բայց քիչ հարաբերեցիք մի քանի անգամ հանդիպել։ Եթե չեմ սպառում, այդ ժամանակ աղազերի ձերիներ, մենք կաշիներ ենք ձեռնարկել, խնդրում ես անճշտությունը միանգասնակեցել։ Եվ եթե դուք հանդիպել եք, ապա ինչ
Ուզի ջան, ձեր հարցերը ավելի երկար ստացվեց, կամ իմ ենթադրելու պատասխանները։ Մեզ ասել, մենք հասկանանք իրար, ինչու դատարանցին ամենեցում եք աշխան, որովհետև շատ դրամատուրգած են համար։ Հա, ուրեմն ես ձեզ ասեմ, իսկով ասեց, որ արշավը դադարել է։ Անպայման չի, որ արշավը այդպես գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի։ Ուրեմն եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատել, թողարկված։ Ուրեմն 18 թվականից հետո շրջանառվեց արդեն մի թեզ, որ եկեղեցու պատմություն առարկան պետք է դուրս բերվի դպրոցից։ Հիմա սա եկեղեցու դեմ քայլ է, թե քայլ չէ։ Հիմա որքան էլ դա գեղեցիկ փաթեթավորման ներկայացվել, որ իբրև թե եկեղեցու եւ ժողովրդի պատմությունը միասնական են, դրանք պետք է միասին ներկայացված լինեն եւ այլ, պարզ չէ, որ այս քայլը ուղղված է եկեղեցու դեմ, եկեղեցու ազգային արժեքների դեմ։ Երկրորդը, ուրեմն նախընթաց շրջանում մենք ունեինք պրակտիկա, երբ որ մենք կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողով գոյություն ուներ, որտեղ որ մենք դիմում էինք մեր տարբեր ծրագրերը ազատվում էին հարկերից եւ այդ շրջանակներում մենք իրականացնում էինք գործողությունները ավելացված արժեքի հարկից ազատվելու։ Այս ոլորտում եւս բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել։ Երրորդը դուք տեսաք, թե ինչպիսի գործողություններ իրականացվեցին, իհարկե դրանք այդպես չեմ կարծում, որ այդպես խորհրդային կարևոր բովանդակային երևույթներ են, բայց ինչ-որ ձևով արտացոլում են եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Ուրեմն մեր եպիսկոպոսները ունեին դիվանագիտական անձնագրեր։ Ուրեմն խիստ տարակուսելի է այդ դիվանագիտական անձնագրերը հավաքել, բայց թողնել դիվանագիտական անձնագրեր այնպիսի անձանց կամ տրամադրել այնպիսի անձանց, որը մեղմ ասած ուսեք տարակուսելի է։ Երկրորդը կաթողիկոսի ուղեկցման մեքենայի հետ կապված հարցերը, այսպես ճղճին որոշ հարցեր, որոնցով անընդհատ փորձում էին հասկացնել տալ, որ եկեղեցին պետք է իր տեղը իբրև թե ճանաչի։ Ուրեմն նման օրինակ գործողությունները երբեք չեն դադարել։ Հիմա դրանք շատ ավելի ագրեսիվ բնույթ ստացան վերջին ժամանակներում, ուրեմն դա կարծում եմ ավելի արտահայտվեց 20 թվականից հետո, երբ որ եկեղեցու կամ կաթողիկոսի կողմից օրդեր ուղղվեց վարչապետին, որ պետք է թողնի պաշտպան։ Հիմա թե խորհրդային ինչ գործընթացներ են հաջորդել կամ նախորդել դրան, թե արդյոք իշխանության իրականացրած հակաեկեղեցական գործողությունները նաև աշխարհաքաղաքական ետնախորհուրդ են, ես դժվարանում եմ դա ասել, բայց որոշ զուգադիպություններ խորը կասկածներ են առաջացնում։ Օրինակ թող տարակուսանք է առաջացնում այն, որ Փաշազադեի հայտարարությանը հետևում է երկրի վարչապետի հարձակումը, կամ խոր տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի նախագահի եւ վարչապետի, Հայաստանի վարչապետի խոսույթների համընկնումը, զուգադիպությունները։ Հիմա սրանք կարող են մարդկանց մոտ որոշակի տպավորություններ ստեղծել։ Կարծում եմ այո, կասկածներ առաջացնել։ Այո։ Եվ կարող են կասկած առաջացնել այն փաստերը, որ այսպես եկեղեցու նկատմամբ իրականացվող տոտալ հարձակումների, հակաօրինական, հակասահմանադրական հարձակումների ֆոնին դեսպանատների կողմից այսպես խորը լրություն է պահպանվում։ Երբ նախընթաց տարիներին մի ակտիվիստի անհամարժեք վարքագծին ոստիկանների հարձագանքելը դառնում էր համաշխարհային աղմուկի առարկա, բոլոր դեսպանատները միաբերան գոռում էին, որ ոտնահարվում է մարդկային իրավունքները եւ այլն եւ այլն։ Հիմա ինչպես եղավ։ Եկեղեցու դեմ իրականացող այս հարձակումները, եկեղեցու բռնազավթումը, Հովանավանքի սեփականատերը գոնե ակնհայտ է, որ եկեղեցին է։ Հովանավանքը բռնազավթված է։
երկրի ղեկավարը, որ չունենալով նման իրավասություն, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ինքնավարությանն է։ Ինքն է որոշում, թե ով պետք է լինի եկեղեցու կաթողիկոսը, ինչ ընթացակարգերով պետք է լինեն դրանք, ինքը իրեն իրավունք է վերապահում, ինչ որ էքսպերտիզա սահմանել եկեղեցականների բարևարության հետ կապված, եկեղեցականների ուրեմն կերպարի վերաբերյալ գնահատումներ է անում, բոլոր մարդիկ իր կերպարի հետ կապված, ժողովուրդը իր կերպարի հետ կապված որոշակի շատ լուրջ տարակույցներ ունեն, ինքը մտել է եկեղեցականների ուրեմն կերպարի գնահատման դաշտ։ Ուրեմն այս ամենը ենթադրում եմ արվում է իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Այսքանը առաջի հարցի մասով։ Երկրորդը ինչ վերաբերում է բանադրանքին։ Իհարկե մենք եկեղեցական գործիքակազմերի մեջ ունենք բանադրանքի ինստիտուտ, բայց կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Այդ բանադրանքը կիրառվում է ավելի բարձր ատյաններում, կաթողիկոսի ատյաններում, բայց կարծում եմ նաև որ նման գործիքակազմ իրականացնելու համար պետք է շատ լրջորեն գնահատել, որովհետև հիմա մենք ունենք իրավիճակ, երբ հովանավանքի քահանային կարգալուծեն կարել, բայց քահանան իշխանությունների ուղիղ տեսանելի աջակցությամբ շարունակում է մնալ հովանավանքում որպես պաշտոնավարող անձ։ Այսինքն տեսեք, այո, ուժային կառույցները ոչ միայն, այլև այն բոլոր մարմինները, դատախազություն, ոստիկանություն, որոնք պարտավոր են մարդու սեփականության, հաստատության սեփականության իրավունքը պաշտպանել, տարբեր տեսակի անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում են դա անել։ Ես ոչ մի պատճառաբանություն խելամիտ չեմ տեսնում, թե ինչպես է լինում, հակառակ նրան, որ մեր իրավաբանները դիմել են, որ այդ տարածքը ազատվի, բայց մինչև այս պահը այդ տարածքը ազատված չէ։ Ուրեմն այն ինչ որ տեղի է ունեցել Մոլդովայում, այն ինչ որ տեղի է ունեցել Ուկրաինայում, ավելային հավանականությամբ փորձ է արվելու կիրառել այստեղ։ Եվ եկեղեցին չունի, գիտեք ինչ, բացի խոսքից, բացի իր գործիքակազմերից, պաշտպանական ավելի զգալի մեխանիզմներ, նկատի ունեմ ուժային կառույցներ, որոնք հարկադրանք կիրառեն իրավունքները պաշտպանելու համար։ Անգամ ինքնապաշտպանություն կիրառելու համար կարող է մարդկանց ուղղակի տանեն կալանավոր։ Հիմա դա այդ տարածքը մեզն է։ Այդ տարածքի նկատմամբ մեր սեփականության իրավունքը պաշտպանելու ինչ միջոցների կարող են դիմել։ Կռիվ հրահարել, բռնություն կիրառել, հարկադրանք կիրառել։ Պարզ է, չէ, որ նման որևէ գործողության դեպքում անմիջապես իրավապահ համակարգները այս դեպքում կայծակնային արագությամբ են գործելու։ Կայծակնային արագությամբ։ Ոչ, թույլ տալու հարցը չէ, պետք է մտածել խելամիտ լուծումներ եւ եթե անհրաժեշտ է այդ գործիքակազմերը օգտագործել, պետք է օգտագործել։ Որ օրակարգում։ Ու տարբեր զրույցների ժամանակ այդ թեմաների շուրջ քննարկվել են, բայց ասենք պաշտոնական օրակարգում այդպիսի հարցադրումներ մենք կակավին չենք քննարկել։ ԱԱԾ-ի հետ կապված ես հանդիպել եմ երկու անգամն էլ հրապարակայնացված է եւ դրա մասին ասել եմ, ես իհարկե կապ չեմ ունեցել դրանց հրապարակման հետ, տարբեր լրատվամիջոցներ այդ մասին ինձ համար անհասկանալի ճանապարհով տեղեկացել են, թե ում հետ եմ հանդիպել, ինչպես եմ հանդիպել, ես չեմ ցանկանում անուններ հիշատակել, բայց արդյունքը դուք տեսնում եք։ Ինձ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։ Ինձ հետ զրույց է եղել, ես ասել եմ իմ համոզումները, իրենք ասել են իրենց համոզումները, եւ մենք ինչպես այսինքն չէ, ինչի շուրջ, իմ դիրքորոշումների շուրջ, իմ արտահայտած դիրքորոշումների շուրջ, ես արտահայտել եմ իմ տեսակետները։ Խնդրեմ ներողություն